Բարև ձեզ Factor TV հյուրը անկախ հետազոտող քաղաքագետ Էդգար Վարդանյանն է, ողջույն պարոն Վարդանյան։ Կարելի է ասել բացվել է, այսպես ասենք, քաղաքական եթերաշրջանը նախընտրական 2026 թվականի ընտրությունների ԿՊ-ն պես առանց երկմտելու հայհոյանքին հայհոյանքով պատասխանեց, այսինքն նաև հրմշտոց տեղի ունեցավ եւ ոչ պատական մարդու հետ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ ազգային ժողովում միջադեպն է իմ խոսքի առանցքը ինչ եք մտածում։ Գիտեք, այն ինչ որ տեղի է ունենում տրամաբանական շարունակությունն է այն ամեն ինչի, ինչը որ մենք ունեցել ենք տասնամյակներ շարունակ, բայց նաև տրամաբանական շարունակությունն է այն գործընթացների, որոնք այնուամենայնիվ բերեցին այսպես բավականին այսպես լուրջ ռադիկալ փոփոխություններ քաղաքական համակարգի տեսակետից։ Հիմա մենք որքան էլ որ քննադատաբար վերաբերվենք բոլոր քաղաքական ուժերին եւ այդ թվում նաև ԿՊ-ին եւ ասենք որ չարժի նման խոսակցությունների մեջ մտնել այստեղ իհարկե իրենք ասում են որ հայհոյանք չի եղել որպես այդպիսին, միգուցե ես այդպես մանրամասն բայց ենթատեքստը հայհոյանքի մասն է։ Մենք հայերեն գիտենք եւ գիտենք շարունակությունը ինչի մասն էր Արսեն Թորոսյանի արտահայտածի։ Դե կան այնուամենայնիվ տարբերություններ, հա, երբ որ ուղղակի այսպես հայհոյանք է հնչում եւ այսպես այո, ձեր ասած տարբերակը, բայց այո, այստեղ այսինքն կա որոշ առումներով այն քաղաքական եւ քաղաքացիական եւ հասարակական մշակույթի կամ ենթամշակույթի որոշակի տարերի արտացոլում նաեւ, հա, այս քաղաքական բանավեճերում եւ բայց միտքը ինչն էր, էլի, որ այնուամենայնիվ քաղաքական ուժը, որը այսօր իշխանության է, ինքը եւ ընտրություն չի կեղծում պետք է ֆիքսենք սա եւ ինքը ընդունել է մի օրենք ըստ որի մենք շարժվում ենք դեպի Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով այդ ուղով եւ նաեւ շատ առումներով գիտեք մենք առանձին օրինակ ես զբաղվում եմ դիսկուրս անալիզով գիտեք եւ դիսկուրսների մակարդակով ես կասեմ որ բավականին այսպես առաջադիմական դիսկուրսներ են նաեւ առաջ քաշում զուգահեռ իհարկե նրա ինչ որ դուք նշեցիք Եվ երկրորդ ուժը, այսինքն նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են եւ կարելի ասել, որ այն հիմնական քաղաքական ուժի ներկայացուցիչը, այսինքն կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի թիմի ներկայացուցիչ որպես դիտարկենք, հա, հիմա մոռանանք, որ նա Ռոբերտ Քոչարյանի տղան է, հա, այսինքն այստեղ վառ ուրվագծվում է այն ըստ էության նախկին իշխանությունների հակաժողովրդավարական նաև խմբավորումների լիդերի խնդիրը եւ այդ հակամարտությունը, այսինքն ներկա քաղաքական ուժը, ներկա իշխանությունները եւ նախկին հակաժողովրդավարական իշխանությունները իրենց լիդերով են հիմնական կերպարներով Այսինքն նրանց միջև կա շատ սուր խորը հակամարտություն եւ սա նաեւ նշանակում է որ այդ հակամարտությունը այս կամ այն ձևով դրսեւորվելու է մոտակա ընտրությունների ժամանակ եւ այն հույսը որ այդ հակամարտությունը միգուցե արդեն իսկ այս ընտրությունների ժամանակ նվազ կլիներ կամ միգուցե ընդհանրապես չէր լինի այդ հույսը իհարկե մենք չպետք է ունենանք Այ հետաքրքիր մի գործոն էլ կա, պարոն Քոչարյանը մի քանի տարի այդքան ակտիվ չէր, հա, անգամ երբ որ փողոցային շարժումներ կար նրա ղեկավարած դաշինքի մյուս ընդդիմադիր ուժերի կողմից նա ընդամենը կարող էր երևալ, օրինակ Ֆրանսիայի հրապարակում եւ չխոսել ընդհանրապես քաղաքական մեկնաբանություններ չանել, շատ կարճ էր նրա խոսքը անգամ Արցախի բռնի տեղահանման օրերին, երբ որ նրան հարց էին տվել այդ թեմայով, ըստ էության նրա հակադարձումն այն մասին էր, որ բա որ ես ասում էի, եկեք օրինակ մասնակցեք ներքաղաքական process-ներին, չեկաք, տեսակ ինչ եղավ, հա, նմանատիպ էր։ Այ ինչ կարող եք ասել պարոն Քոչարյանի կերպարի մասին, արդեն 26-ի ընդդիմության հիմնական դեմք, հա, մարդ, որը
հավակնում է Փաշինյանին հեռացնել։ Հիմա դե իհարկե արտախորհրդանական ուժերը կարող են ասել, ինչու եք դաշտը բաժանում նախկինների եւ ներկաների, Փաշինյանականների եւ Քոչարյանականների, որովհետեւ դուք չեք կարողացել վերցնել խորհրդանական ընդդիմության դաշտը։ Այո։ Այո, այդպես է դա։ Ես դրա համար ասացի, որ այն հույսը, որ կարող էր լինել, պետք է այդ հույսից մենք հրաժարվենք։ Այո, լինելու է հիմնականում այդ երկու քաղաքական սուբյեկտների միջև շատ սուր պայքար։ Ըստ էության ընտրությունները նրա մասին է լինելու, արդյոք նախկին իշխանությունները կարողանալու են լուրջ հայտ ներկայացնել, վերադառնալու այն առումով, որ միգուցե նրանք իշխանություն ձևավորեն, կոալիցիոն ինչ-որ սկզբունքով, կամ մինիմում ապահովեն ավելի այսպես պատկառելի ներկայություն խորհրդարանում, մյուս կողմից էլ արդյոք քաղաքացիական պայմանագիրը միանձնյա կարողանալու է հաղթել կամ ընդհանրապես արդյոք կարողանալու է հաղթել եւ եթե միանձնյա չի կարողանալու հաղթել, արդյոք լինելու են այլ քաղաքական ուժեր, որոնք կարող են մտնել խորհրդարան եւ այս կամ այն ձևով համագործակցել քաղաքացիական պայմանագրի հետ, որպեսզի լինի հակա այսպես նախկինների ուղված կոալիցիա եւ իշխանություն։ Գնեք, ռեգիոնալ ընտրություններում մի տրենդ կա, բոլորին հարցում են, դուք ՀՊ-ի հետ կազմելու ես կոալիցիա, այդ տրենդը հավանաբար նաեւ խորհրդանական ընտրությունների ժամանակ կլինի եւ այն ուժերը, որոնք կարող են ասել միգուցե կպատասխանենք ընտրություններից հետո համագործակցությունը չի բացառվում եւ այլն, կներեք, այս բառի համար կսկսեն նրան փչացնել, չէ՞։ Գիտեք, հիմա դրա համար այստեղ մի շատ կարևոր կարծում եմ գործընթաց պետք է տեղի ունենա Հայաստանում, քաղաքական կրթության գործընթաց։ Հանրության լայն զանգվածները պետք է երևի թե անցնեն քաղաքական կրթության մի ինչ-որ կուրս, փուլ, դա կարող է իհարկե լինել բնականաբար ոչ ֆորմալ, կարող է ուղղակիորեն այսպես բառացիորեն կուրս չլինել, բայց ուզում եմ ասել, որոշակի դիսկուրս է պետք մեզ, որ այդ դիսկուրսի շրջանակներում որոշակի պարզություններ պետք է մտցվի, թե ընդհանրապես ինչ տարբերակներ կան, ինչ բան է կոալիցիա, ինչ բան է համագործակցել, ինչ բան է ժողովրդավարություն եւ հակաժողովրդավարություն, այս ամեն ինչը գիտեք, երբեմն ինձ թվում է, որ այնուամենայնիվ հասարակությունը իհարկե այսպես հասարակության մի զգալի հատվածը բնազդով հասկացել է եւ որոշակի մասնակցություն է ունեցել դրական գործընթացների, բայց այնուամենայնիվ ինստիտուցիոնալ առումով, խորքային առումով դեռևս այս ամենի վերաբերյալ չկան հստակ պատկերացումներ, adekvat իրավիճակին պատկերացումներ, գիտական պատկերացումներ եւ այլն։ Հիմա ինչ ես ավելի մանրամասն, ինչ նկատի ունեմ։ Տեսեք, ձեր ասած տարբերակը ըստ էության աշխատում է ի օգուտ նախկին իշխանությունների։ Երբ որ բոլոր նրանք, որոնք ասում են, որ մենք չենք օրինակ բացառի ինչ որ համագործակցություն քաղաքացիական պայմանագրի հետ, պիտակավորվում են եւ հարվածների են ենթարկվում։ Եվ խնդիրը այստեղ, գիտեք, հետեւյալն է, հա, մենք հիմա կարող ենք ասել, որ տեսականորեն կարող է մի ինչ որ երրորդ ուժ ձևավորվել, որը միանձնյա 50+1 կարող է վերցնել։ Տեսականորեն չենք կարող, չէ՞, նման բան բացառել։ Բայց եկեք պարզ խոսենք։ Պրակտիկորեն դա արդյոք հնարավոր է, որ ինչ որ մի երրորդ ուժ հիմա այս 1 տարվա ընթացքում այնպես կարողանա ձևավորվել կամ միգուցե չկա այդ երրորդ ուժը, ասենք նոր ձևավորվի, իսկ եթե արդեն իսկ ձևավորվել է, այնպիսի աշխատանք տանի, որ մենք հստակ արձանագրենք, որ այս մի քանի ամիս հետո ենթադրենք սոցիոլոգիական հարցում անենք եւ պարզվի, որ ինքը կարող է իրականում ունի արդեն այդ ռեյտինգը, որ 50+1 կարող է միայնակ միանձնյա այսպես վերցնել։ Մի խոսքով, ես կարծում եմ, որ դա քիչ հավանական, ծայրահեղ քիչ հավանական տարբերակ է, սցենար է, ծայրահեղ քիչ։ Եվ ինչ պետք է լինի այս դեպքում։ Հիմա տեսեք, մենք պետք է շատ պարզ քաղաքական, քաղաքագիտական, հա, հաշվարկ էստեղ անենք։ Ինչ է մեր ուզածը։ Այն խոսքը այն հասարակության այն հատվածի մասին է, որ օրինակ այս պայդրությամբ չի կողմնորոշվել։
կամ դժգոհ է բոլորից, որովհետև նրանք, որոնք հստակ գիտեն, որ իրենք քաղաքացիական պայմանագրի օգտին են քվեարկելու, հա, իրենք որևէ խնդիր չեն տեսնում կամ տեսնում են, բայց միևնույն է ասում են, որ այս քաղաքական ուժը միևնույնն է մնացածից ամենալավն է եւ իրենք պետք է քվեարկեն, հա, միանշանակ, հա։ Հիմա իրանց հետ աշխատելու կարիք միգուցե կա, բայց ուզում եմ ասեմ, իրենք չեն փոխի իրենց դիրքորոշում։ Եթե այսքանից հետո, չէ, բավականին շատ այսպես լուրջ գործընթացներ են տեղի ունեցել եւ նաեւ քաղաքացիական պայմանագրի վարկանիշի նվազման հետ գործ ենք մենք ունեցել, չէ, այս ամեն ինչը եղել է։ Եվ այս ամեն ինչից հետո միևնույն է, մենք տեսնում ենք, չէ, որ կա քաղաքացիական պայմանագրի ջատագովների մի բավականին լուրջ զանգված։ Եվ դա արտահայտվում է նաև ձեր ասած այդ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, ճիշտ է։ Հիմա չկա, չէ, որևէ այսպես ասենք տրամաբանություն, որ ինչ որ մի քանի ամիս հետո այն մարդիկ, որ այսօր քվեարկել էին քաղաքացիական պայմանագրի ինտիմ ընտրությունների ժամանակ կամ այն մարդիկ, որոնք այսօր պատրաստ են քվեարկել ԿՊ-ի օգտին, վաղը մյուս օրը կասեն, չէ, այդ տարբերակը չի կարող լինել։ Եվ հիմա անցնենք մյուս բանի, ճամբարին։ Նախկին իշխանությունները, այսինքն ակնհայտ է այստեղ էլ, որ կան մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի թիմակիցներն են կամ թիմակիցների օգտին կամ չգիտեմ, այդ թիմի ջատագովներն են կամ սիմպաթիա ունեն նրանց նկատմամբ եւ կան մարդիկ, որոնք հիմնականում Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի կողմից նրա թիմի նկատմամբ ունեն սիմպաթիա։ Իրար միջև կա որոշակի մրցակցություն, որովհետեւ այդ այսպես ասենք, հա, նախկին իշխանությունների ճամբարի մեջ այնուամենայնիվ կան չկողմնորոշված մարդիկ, որոնք կարող է եւ օրինակ այս կամ այն պարագայում քվեարկեն կամ օրինակ Սերժ Սարգսյանի թիմի օգտին կամ Ռոբերտ Քոչարյանի թիմի օգտին։ Եվ ակողնորոշիչ հարցը հետեւյալն է. ով է բերել Նիկոլին։ Եթե Սերժ Սարգսյանն է բերել Նիկոլին, ուրեմն այդ ձեր ասած չկողմնորոշվածները պետք է անցնեն Քոչարյանի դաշտ։ Եթե քոչարանականներն են բերել դաշնակցականները եւ այլն, ճիշտ է, այսինքն եւ նաեւ այդ ուժեղության, հա, այսինքն այ ով կարող է ավելի ուժեղ իրեն դրսևորել, միգուցե եւ դրա համար են իմիջիալոց այդ իրենք թեև ունեն ընդհանուր շահ եւ մենք տեսնում ենք, որ իրենք վերջի վերջո արդյունքում կարող են միավորվել, որտեղ այդ ընդհանուր շահը իրենց հանգեցնում է դրան։ Միավորվել։ Իմ հարցը բայց մրցակցություն էլ կա։ Ես դա եմ ուզում ասել։ Այրված են, որովհետեւ վերջին շրջանում այնպիսի բառապաշարով են իրար հետ բանավիճում շատ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերի ներկայացները միմյանց հետ, այո։ Թվում է թե կամուրջները այրվում են, բայց ԿՊԱ-ականներն ասում են դրան մի տեսեք, նրանք նույն, այսպես ասենք, Զամբիողի քաղաքական։ Դե հիմա Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ իսկապես նրանք վերջում միավորվում են։ Այո, փաստ է սա, որովհետև ունեն ընդհանուր շահ։ Վերջի վերջո նրանց համար կենսական անհրաժեշտություն է, որ չլինի քաղաքացիական պայմանագիրը, չլինեն պրոարևմտյան ուժեր իշխանության մեջ, այլ լինեն պրոռուսական քաղաքական ուժեր։ Սա է ամենակարևորը, սա է նրանց բանանում, որտեղ իրենք մտածում են, որ գոնե այդպես իրենք կարողանան պահպանել իրենց ռեսուրսները։ Քանի որ պրոռուսական ասացիք, ինձ հետաքրքիր է Ռուսաստանը որևէ կերպ փորձելու է միջամտել Հայաստանի 26 թվի ընտրություններին, որովհետև ես տարբեր մեկնաբանություններ եմ լսում, կխնդրեմ պարզություն մտցնեք, մի մեկնաբանությունը այն է, որ սա կենաց մահու կռիվ է Ռուսաստանի համար, որովհետև շանս է ԿՊ-ին իշխանությունից հեռացնել, ըստ այդմ նաև ԵՄԱ-ի գնալու գործընթացը կասեցնել եւ լավագույն սցենարը իրենց համար միութենական պետություն քարշ տալ Հայաստանում։ Երկրորդ սցենարը այն է, որ Փաշինյանը կարմիր գծեր չի հատել։ Այո, մենք կարող ենք լսել Ալեն Սիմոնյանի մեղադրանքը, որ Ռուսաստանի հիբրիդային պատերազմ է, բայց նաև Նիկոլ Փաշինյանին տեսնել Պուտինի կողքին, հա, այսինքն կառավարելիության սահմաններում է ռուսական ռազմաբազա չի հանել։ Այո, ԵՄ գնում է, բայց նաև ԵՏՄ-ում առևտուրը տեսեք ինչքան է աճում։ ՆԱՏՕ-ի մասին չի խոսում։ Հա, ՆԱՏՕ-ի մասին չի խոսում, չի բացառված Հայաստանը դառնա նաև այսպես ոչ բլոկային երկիր։ Դա իհարկե ապագայի հարց է։ Չգիտեմ որն է ճիշտ, ասեք։ Ինձ թվում է երկուսն էլ կան։ Այ հենց ամբողջ պարադոքսը այն է, որ իրանք իրար չեն հակասում, այսինքն Ռուսաստանը, այո, Ռուսաստանը իհարկե ցանկանա, որ իշխանապողություն լինի եւ պրոռուսական ուժեր կան իշխանության եւ շատ բան կանի դրա համար, այո։
ինքը կփորձի խառնվել ընտրություններին, բայց մյուս կողմից էլ Կրեմլում շատ լավ հասկանում են, որ դա չափազանց բարդ նպատակ է։ Դա հաշվի առնելով հանրային տրամադրությունները, հաշվի առնելով նաև բավականին այսպես լուրջ կեցվածք քաղաքացիական պայմանագրի տարբեր ոլորտներում, հա, նրանք կարողանում են, այսպես ասենք, վերահսկել իրավիճակ, նրանք կարողանում են արդյունավետ աշխատել իրենց ընտրազանգվածի հետ շատ հաճախ եւ այլն։ Մի խոսքով, այսինքն այս ամեն ինչը կարծում եմ, որ եւ ամենակարևորներից մեկը նաև պրոռուսական այդ քաղաքական ուժերի շատ ցածր վարկանիշը, հա։ Սա էլ պետք է մենք հաշվի առնել։ Գյումրու кейսը չի խոսում այն մասին, որ նրանց վարկանիշը բարձր է։ Ոչ, ուղղակի նրանք նախ, քանի որ դա Գյումրիում հարակվեճ էր, մենք ԵՄ կգնանք թե Ռուսաստանին կգնանք իրականում, այդպես չէր էլի։ Այո, եւ այնպես էլ չի, որ հասարակության կամ գյումրեցիների մեծ մասը գնացել եւ քվեարկել է, ասենք, այդ ուժերի օգտին, այդպես չի, հա, ստատիստիկան նայենք, կտեսնենք, որ մեծ մասը նախ չի գնացել ընտրությունների, իսկ գնացածների ընդամենը, ասենք, մոտավորապես 25, հա, դա ինչքան տոկոսն է, որ ընդհանուր առմամբ քվեարկել է այդ ուժերի օգտին, որոնք այսօր կոալիցիոն սկզբունքով կամ այլ սկզբունքով ավելի շուտ, ոչ թե կոալիցիոն, այլ միավորվել են, որպեսզի ձայներ ապահովեն, չէ, Վարդան Ղուկասյանի համար, որ ինքը ընտրվի Իսկ պարոն Վարդանյան, բայց մի միտքը ռեսուրսները Ռուսաստանի ինչպիսին են, հա, գործիքակազմերը, դրանք կոշտ գործիքակազմեր են, թե, չգիտեմ, ինֆորմացիոն հեռարձակվող մեդիաներ։ Գիտեք, կոշտ գործիքակազմը էլ ավելի ռիսկային է իրենց համար։ Նրանք ուղղակի շատ սահմանափակ հնարավորություններ ունեն կոշտ գործիքակազմ իրականացնելու եւ վերջի վերջո այդ կոշտ գործիքակազմը շատ ավելի, այսպես ասենք, անհաջողության, հա, մատնվելու դեպքում, որի հավանականությունը շատ մեծ է, ինքը կարող է ընդհանրապես բերել նրան, որ Ռուսաստանը որևէ հենարան այստեղ չունենա։ Օրինակ, ես ինչ նկատի ունեմ, ռազմական հեղաշրջում, այո, ես հենց դա նկատի ունեմ։ Ապստամբություն, ուժայինների, այսպես շարքից անել եւ այլն եւ այլն։ Հա, դա իհարկե, այսպես ասենք, մենք չենք կարող երբեք նման բաներ բացառել, որտեվ պատմությունը ցույց է տալիս, որ այնպիսի բաներ լինում են, հա, շատ անկախատեսելի նաև ձևով, սյուրպրիզներ են լինում եւ այլն վատառ։ Բայց այնուամենայնիվ, եթե ռացիոնալ, ասենք, դատողության շրջանակներում նայենք, կարծում եմ, որ շատ դա ռիսկային է իրենց համար, նախ պետք է ենթարկվեն այդպիսի մարդիկ, հետո կարող է դա բացահայտվել, չէ՞։ Ցանցերը ստեղծվեն։ Հա, ցանցերը ստեղծվեն, բա որ բացահայտվի դա, բա որ բացահայտվի այդ ցանցը, որ հակապետական ուրեմն բան է լինում, չէ՞, պատկերացնում եք ինչ է տեղի ունենալու, հա, միանգամից, այսինքն այդ մարդիկ, որոնք պոտենցիալ Ռուսաստանի ազդեցության գործիքները կարող են լինել, փաստորեն նրանք չեզոքացվելու են։ Խաղից լրիվ դուրս են գալու եւ դա շատ ուժեղ հարված է լինելու նաեւ Ռուսաստանին եւ այստեղ արդեն Հայաստանը ուրիշ էլ ճանապարհ չի ունենալու, քան կտրուկ կերպով, այսպես ասած, հեռանալ, հա, Ռուսաստանից եւ դնել նույն այդ բոլոր ձեր նշած հարցերը արդեն սեղանին, թեկուզ եւ ռուսական ռազմաբազայի հետ կապված եւ մի խոսքով, այսինքն եւ առևտրի շրջանառությունը այստեղ լրիվ ուրիշ կլինի։ Իհարկե, այստեղ նաեւ կարող է Հայաստանն էլ դուժել բնականաբար, այսինքն տնտեսական առումով, հա, որովհետեւ եթե դու ռադիկալ այդպիսի փոփոխություն ես անում, դա կարող է հարվածել քո տնտեսությանը։ Բայց Ռուսաստանը չի ուզենա։ Ռուսաստանը դա չի ուզենա, այո, ասածս դա է։ Մնում է փափուկ գործիքակազմը։ Մնում է փափուկը, փափուկի հետ կապված ակտիվացում կլինի։ Մյուս կողմից էլ իմանալով, որ Կրեմլը ընդհանրապես Ռուսաստանի վարչական, այսպես ասած, ինստիտուտը լայն առումով ներշնչված է կոռուպցիայով։ Եվ դա ազդում է արդյունավետության վրա նրանց, չաշխատել, բայց արդյունք նկարել, այսպես ասենք։ Այո։ Դա դրական է աշխատում էլի, հա, գումարներ վատնել, ըստ էության որոշ մարդիկ ուղղակի փող կաշխատեն արդյունքում, կասեն դե ներողություն փորձեցինք, չստացվեց, հա։ Էս էլ կա, բայց մյուս կողմից էլ իհարկե այն որ նոր մարդիկ են առաջ քաշվել,
եւ Կիրիենկոյի, հա, անունն է շրջանառության մեջ դրվել։ Սա խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ իրենք որոշակիորեն իրենց մոտեցումները երևի թե վերանայել են եւ գտել են, որ իրենք իսկապես շատ անարդյունավետ են աշխատել Հայաստանում եւ փորձելու են արդյունավետության մակարդակը բարձրացնել։ Հիմա Հայաստանում էլ բնականաբար դա տեսնում են, նկատում են այն քաղաքական ուժերը, որոնք ունեն պրոռուսական ուղղվածություն, եւ իրենց մեջ սկսում է ավելի լարված մրցակցություն ցույց տալու, որ այ մեր վրա խաղադրույքը դրեք։ Մենք կարող ենք անել այն, ինչը որ դուք ուզում եք, ավելի արդյունավետ։ Այդ խաղադրույքի արժանանալու թեզերից մեկը ոնց որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործումն է, որ այ եթե մենք գանք իշխանության, կկառչենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից, կկատարենք, այսինքն որոշակի դաշտ բացել Ռուսաստանի խաղի համար Հայաստան-Ադրբեջան process-ում, որ հրավիրում են քեզ վերադարձիր թեմատիկայի մի։ Այո, եւ գիտեք, այս առումով նաեւ պետք է հետեւյալը ասել, որ անպայման չի, որ Ռուսաստանի ներկայությունը կամ Ռուսաստանի ներքաշվածությունը մեր ընտրություններին այնպես դրսևորվի, որ օրինակ, չգիտեմ, այնտեղից հրահանգներ տան, ինչ որ դիրեկտիվաներ ուղարկեն, չէ, բացարձակ։ Այսինքն իրենք կարող են ուղղակի իրենց գործը անել, սատարել խոսույթներ, սատարել որոշակի լրատվամիջոցներում, ասենք, հա, որոշակի նարատիվների տարածում, հա, այս առումով եւ օգտվեն այն իրավիճակից, ինչը որ կա Հայաստանում, օգտվեն այն քաղաքական ուժերի ծառայությունից, որոնք այսպես թե այնպես իրենք միևնույն է, իրենց այդ գործը անելու էին, որովհետև իրենց կողմնորոշումն է այդպեսին։ Երբ որ իրենց կողմնորոշումը այդպեսին է, պարտադիր չէ, որ իրենք ուղակի հրահանգներ ստանան։ Իրենք կարող են ուղակի գործողություններ անել, որոնք հաճելի կլինեն, այսպես ասած, ընդունելի կլինեն Կրեմլում։ Որոնք կարող են ասել, հարգելի արցախցիներ, նոյեմբերի 9-ի 9-րդ կետով ձեզ կվերադարձնենք Արցախ Ռուսաստանի անվտանգային երաշխիքներով եւ ամենալուրջ դեպքով դա կհիմնավորեն։ Այ եթե պարոն Վարդանյանը չի ուզում, որ դա տեղի ունենա, ուրեմն նա կներեք 1000 անգամ Թուրքի ագենտ է, սիրելի արցախցիներ, մենք կլսենք այդպեսի։ Բնականաբար այդ նարատիվները շատ տարածված կլինեն։ Նարատիվներից մեկն էլ երևի սա կլինի, պարոն Վարդանյան, Կոպյուրկինն էր վերջերս ասում, որ Արևմուտքը փորձում է Հայաստանում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Եկեք այս գեոպոլիտիկ հարցին էլ անդրադառնանք ընտրությունների համատեքստում եւ ԵՄ-ի թեմատիկան ընդհանրապես նրանք լուրջ ընկալում են Հայաստանի կողմից այս օրենքի ընդունումը, այսպես ասենք, այդ process-ի կանխարգելումը։ Կարող է մարդիկ լինեն, ասեն, գիտեք, Ռուսաստանը կուզենա մենք կամուրջ լինենք Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, միգուցե նրանք ուզում են մենք գնանք Եվրամիություն, չեն խանգարի, ոչինչ չեն անի, բայց Մոլդովայի փորձը ցույց տվեց, որ նրանք շատ կոշտ ձևով փորձում են հանրաքվեին մասնակցությանը, հա, միջամտել եւ շատ մի տոկոսով ընդհանրապես Եվրաքվեն Մոլդովայում հաղթեց այս գեոպոլիտիկ թեմատիկան, հա, եւ մենք դառնում ենք երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ։ Այդ գեոպոլիտիկ թեմատիկան եղել է գերիշխող ի սկզբանե, երբ որ 2018 թվականին տեղի ունեցան այդ շրջադարձային փոփոխությունները, որը կոչվում է Թավշյա հեղափոխություն, հա, ի սկզբանե, երբ դիտարկում ես դիսկուրսները, դու տեսնում ես, որ դրա մասին են խոսել, որ Արևմուտքը իշխանության է բերել հեղաշրջման տարբերակով, այնպիսի քաղաքական ուժի կամ մարդու, հա, Նիկոլ Փաշինյանի, որի նպատակն է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Սա պատերազմ է, սա հայտարարված պատերազմ է Ռուսաստանի դեմ։ Դա անընդհատ ասվել է հենց 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։ Սորոսականները Հայաստանում հեղաշրջում են։ Այո, եւ տարբեր ելևէջներ է ունեցել, տարբեր ակտիվիստներ տեսնում են, պիկեր է ունեցել, հետո նվազումներ է եղել, այո, եւ հիմա ակտիվանալու է դա, իհարկե, միանշանակ։ Սորոսականները վերադառնալու են ներքաղաքական։ Այո, ակտիվացվելու է այդ դիսկուրսը, բնականաբար չեն կարող նրանք չակտիվացնել դա, տարբեր, ասենք, անուններ կարող են օգտագործել, կարող են, ասենք, սորոսական բառը այս անգամ ասել, որ չէ, մի քիչ շատ ասեցինք, մոդայից դուրս է, մի քիչ այլ բաներ առաջ քաշենք, ասենք, չգիտեմ, գլոբալիստները, գլոբալ լիբերալները, հա, եւ այլն, եւ դրա հետ կապված ինչ որ կոնֆիգուրացիաներ։ Բայց ես հիմա կուզենայի նաեւ մի թեմայի անդրադառնալ, որը մենք սկսել էինք, բայց չավարտեցինք։ Հիմա տեսեք, խոսելով այդ քաղաքական պայքարի բնույթի մասին, մեր գալիք ընտրությունների ժամանակ,
եւ ցույց տալով թե որ քաղաքական ուժը ինչ ընտրազանգված ունի, ինչ թեզեր է առաջ քաշելու եւ որ այդ երկու սուբյեկտների, պայմանական ասած եվրոպական ճանապարհի եւ ռուսական ճանապարհի միջև լինելու է հիմնական պայքարը, սա է լինելու։ Սա անխուսափելի է ուղղակիորեն։ Բախում է այդտեղ է։ Բախում է այդտեղ է, այո, մենք ուզենք թե չուզենք, դա է իրականությունը։ Հիմա այդ երրորդ քաղաքական ուժերը, որոնք ասում են, որ եւ մենք քննարկեցինք, չէ՞, ասացինք, որ որևէ մեկը դժվար թե 50+1 առանձին կարող է վերցնել այդ նոր քաղաքական ուժերից կամ հին քաղաքական ուժերից, որոնք իրենց դիրքավորում են որպես երրորդ ինչ որ ուժ։ Փորձում են դիրքավորել, որովհետեւ շատերն են իրենց դիրքավորում, բայց ոչ բոլորը։ Այո, հիմա ինչ պետք է անեն իրանք։ Լավ, մենք իհարկե կարող ենք մտածել, որ հավանականությունը մեծ է, որ իրենք կարող են, օրինակ, որոշները անցնեն շեմը, հայտնվեն խորհրդարանում։ Շեմը 4% է կուսակցության համար, դաշինքի համար 6։ Ահա, հիմա անցան, հայտնվեցին խորհրդարանում, ինչ են անելու նրանք։ Ոչ մեկ չունի 50+1, կոալիցիա չէ պետք է ձևավորվի։ Ում հետ են նրանք կոալիցիա ձևավորելու։ Ռուսական ճանապարհը ընտրածների նախկին իշխանությունների, ճամբարների, այսինքն կոշտ ավտորիտար կառավարման, պրոռուսական այդ բանով ներշնչված այդ կողմնակիցների հետ են կոալիցիա ձևավորելու, թե քաղաքացիական պայմանագրի, այսինքն այնուամենայնիվ բոլոր վերապահումներով հանդերձ եվրոպական ճանապարհ հռչակած, քաղաքական ուժի հետ պետք է կոալիցիա ձևավորեն կամ համագործակցեն։ Ուրիշ ընտրություն գոյություն չունի։ Սա է հարցը։ Սա զուտ ուղղակի մաթեմատիկա է, սա զուտ տրամաբանություն է։ Բայց մի հատ այստեղ հետաքրքիր հարց կա ամեն դեպքում, ես կարծում եմ սա կենտրոնականը կարող է լինել, Հայաստանում ԵՄ անդամակցության կողմնակիցները շատ են, ըստ ԻՌԻ հարցումների 58%-ը կողմ կքվեարկի 15%-ներ, եթե չեմ սխալվում, որ այսպես դեմ է, այո, կտրականապես դեմ է։ Եվ Ռուսաստանի վարկանիշն է կտրուկ անկում ապրել եւ եթե պրոռուսականներն ասեն, որ դա հակառուսական քարոզչության արդյունք է, երևի թե կչափազանցնեն, որովհետեւ Արցախի բռնի տեղահանությունը Ռուսաստանի պաշտպանության ներքո գտնվող Արցախի բռնի տեղահանությունը անգամ արցախցի մեր հայրենակիցներն է շոկի ենթարկել, որոնք մեծ հույսեր ունեն, որ Ռուսաստանը կաջակցի եւ մենք ի վերջո այդ մեր մոտ այդ միֆը պայթեց, որ Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի ռազմական հարձակումների ժամանակ, մինչդեռ նույնիսկ հայ-ադրբեջանական սահմանը Ռուսաստանը չի ճանաչել։ Այո, այնքան ենք խոսել արդեն դրա մասին, որ շատ ենք խոսել։ Այո, բայց փաստ է դա, էլի։ Այսինքն կա պրո-արևմտյան, այսպես ասենք, պոպուլյար թեմատիկա, որը փորձելու է իրագործել ԿՊ-ն իր ռեյտինգային խնդիրներով, հողատու դավաճան թրքամետ սպիտակների ներքո, եւ կա, այսպես ասենք, պրոռուսական թեմատիկա, միութենական պետություն կամ այսպես ասած բալանսավորում, տարբեր բառեր են, օգտագործում, Ռուսաստանին չնեղացնենք, չպատերազմենք, արևմուտքի գործիք չդառնանք եւ այլ եւ այլ, այս թեզերով պրոռուսական որոշակի ինչ եք կարծում, Հայաստանի քաղաքացիները ամեն դեպքում կկողմնորոշվեն ըստ թեմատիկաների, թե ըստ ուժերի, թե որ ուժերն են դրանց ներկայացնում։ Ես դրա համար էի ասում, որ մեզ անհրաժեշտ է քաղաքական կրթության մի նոր, այսպես, փուլ, մի նոր դիսկուրս, որ շատ հստակ լինի, որ ընտրությունը իրականում դրա մեջ է, դրա միջև է։ Եվ եթե դուք այլ ինչ որ շարժառիթներով եք կողմնորոշվում, դուք պարտվելու եք։ Այսինքն դուք եթե իսկապես Ռուսաստանի կողմնակից եք, եթե դուք Կրեմլի կողմնակից եք, եթե դուք մտածում եք, որ արևմուտքը չարիք է, եթե դուք մտածում եք, որ դեմոկրատիան ահավոր բան է եւ այլն, բնականաբար դուք գնալու եք եւ քվեարկեք այդ պրոռուսական ուժերին, որոնք նախկին իշխանություններն են լավագույնս ներկայացնում։ Բայց եթե դուք այդպեսին չեք, բայց կողմնորոշվելու եք այլ հանգամանքներով, անձնական, չգիտեմ, թե այս կամ այն քաղաքական ուժը այլ հարցերում ինչ է առաջարկում, ասենք, չգիտեմ, բնապահպանական հարցերում չի իրեն
արդարացնում Չէ, բայց եկեք հայ-ադրբեջանական համատեքստում պրոարևմտյան տարբեր անձին, որ Facebook-ում ին պատին գալիս է, ասենք, հա, հեղինակություն է կամ ոչ այնքան եւ այլն, ինքը այսպես պրոարևմտյան բաներ ունի, հայացներ, բայց Փաշինյանին ատելով ատում է, որովհետեւ համարում է, որ Ադրբեջանի զիջում է եւ այլն եւ այլն։ Այս մարդը սպանեցել Քոչարյան կյանքում չի ընտրի, ոչ էլ Սերժ Սարգսյան։ Անտիր հարց է։ Փաշինյանին էլ միգուցե չընտրի, այն ծայրահեղ դեպքում, որ Հայաստանի պետականությունը ոչնչանում է եւ այլն, չգիտեմ ինչ։ Բա ինչ է անելու։ Ինչ է անելու։ Ինչ է անելու։ Բա ինչ է, հենց ամբողջ հարցը դա է, այսինքն ես դա եմ ուզում ասել, որ դուք եթե զուտ ուղակի կանխատեսում ունենք իմ ուզում ստանալ, ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ այդ հատվածը կհասկանա, որ սա է ընտրությունը եւ իրականացնի ռացիոնալ ընտրություն, հաշվարկային ընտրություն, հա, արժեքային լայն առումով ընտրություն եւ կամ ուրեմն տեսեք ոնց է էլի սովորաբար լինում։ Դու տեսնում ես, լավ, կան քաղաքական ուժեր, որոնք ունեն ռեալ հնարավորություն, ասենք դու ինչպես դուք նշեցիք, երբեք չեք քվեարկի, հա, նախկիններին, բայց քաղաքացիական պայմանագիրն էլ չեք սիրում, չգիտեմ, հիասթափվել եք, այո, չեք, ինչ պետք է դուք անեք։ Դուք պետք է ընտրեք, ուրեմն տեսնեք, լավ, կա այլ քաղաքական ուժ, որը էլի այդ արևմտյան ուղին է, հա, հռչակում, ժողովրդավարության ուղին եւ այլն, եւ ինքը ունի հնարավորություն ըստ հարցումների, ըստ տարատեսակ դիտարկումների անցնել շեմը։ Այդ դա շատ կարևոր հարց է, պարոն Վարդենյան, որովհետեւ լիքը ուժեր կան Հայաստանում։ Այսպես մենյուն բացես 1-ից 20 քանի տարբեր գաղափարախոսության, պրոարևմտյան, պրոռուսական եւ հազար ու մի բան, հա, բայց մարդիկ սովոր են ընտրել այն ուժին, որը հաղթելու ռեալ շանս ունի։ Այսինքն եթե նույնիսկ չի հաղթում, այլ գոնե շեմը անցնի, հա, այսինքն չեն ուզում փոշիացնել։ Կան այդպիսի 4-րդ ուժ կամ 3-րդ ուժ, որը ԵՄ-ի թեմատիկայում հետ կայլ չի անի, ավելին Փաշինյանից ավելի կգործի, արագ, ՆԱՏՕ չեմ ասում, դա մի քիչ լուրջ չէ այսօր, եւ շանս ունի անցնելու։ Այո։ Դե այս պայդրությամբ ես կարծում եմ, որ դա կարող է լինել Հանրապետություն կուսակցություն, հանուն Հանրապետության կուսակցություն, հա, եւ միգուցե նաեւ Պայմանական ասած Եվրադաշինքը։ Այո, Եվրադաշինքը ես կարծում եմ, որ այո, ավել պակաս ուժերով ինքը կարող է կամ նույնիսկ միանձնյա, եթե առանձին գնա Հանրապետություն կուսակցությունը, այդ դեպքում էլ գրեթե կարող է նույն տարբերակը լինել, բայց հետ են այսպես ասոցիացնում։ Հա, բայց մենք նաեւ տեսանք Երևանի ընտրությունների ժամանակ, երբ որ իրենք շատ լավ արդյունք ցուցաբերեցին եւ այսօր էլ կոալիցիոն այդ կառավարման մեջ։ Դրանից հետո են ասում են, այ դա ձեր թույլ կողմն է։ Մենք Փաշինյանին ընտրել ունենք, իրենք գիտեին ներողություն, իրենք գիտեին, որ եւ Հանրապետություն կուսակցությունը երբ որ գնում էր ընտրության, ինքը չէր բացառում համագործակցությունը ԿՊ-ի հետ։ Գիտեին դրա մասին այդ ընտրողները։ Հիմա այդ քաղաքական ուժն է։ Կան նոր ձևավորված քաղաքական ուժեր, որոնք էլի կարող են այդ շեմի հաղթահարման խնդիր դնել եւ լուծել, որոնք էլի պրոեվրոպական են, բայց պայմանական ասած, այո, այդ հիմնականում այդ Եվրոդաշինքն է եւ ուրիշ այս պայդրությամբ չկա։ Այսինքն կարող ենք ասել, որ Գուրգեն Սիմոնյանի այդ նոր կուսակցությունը կարող է հավակնել օրինակ, հա, կամ միգուցե իրենք համագործակցեն, նաեւ ես չգիտեմ։ Եվրադաշինքը։ Այո, որովհետեւ շատ առումներով թեզերը նման են, բայց իհարկե տարբերություններ կան, ճիշտ ասած։ Դե հիմա Հայաստանում կներեք, էլի, այդ դաշինքային տրամաբանության մեջ գիտեք դրանք նաև ինչու չեն ստացվում։ Մարդկանց թվում է, թե իրենք 100%-ով պետք է գաղափարների համընկման մեջ լինեն։ Եթե գլոբալ հարցում դու կողմնակից ես, կարող ես մարտավարության նյուանսներում տարբերվել, էլի, այսպես եթե դուք նույն արժեքները եւ նույն տեսակետները կիսեք, այնա նույն կուսակցությունում կլինեք, էլի, այսինքն մեր մոտ մի քիչ այս բանը կա, էլի։ Այո, բայց մի բան էլ էստեղ ասեմ, որ այնուամենայնիվ բնական են ավելի հետընտրական դաշինքները, ոչ թե նախընտրական։ Նախընտրական դաշինքում մի քիչ ինչ որ մի բան կարծես այն չի, էլի, այսինքն մի քիչ կեղծավորություն կա։ Հա, դե եթե ինչի՞ չես էլի առանձին գնում, այսինքն փաստորեն դու որպես առանձին քաղաքական ուժ նույնիսկ չես կարողանալու փաստորեն 4% շեմը հաղթահարել, հա, փաստորեն, այդպես է ստացվում, էլի։ Մի խոսքով, այս մի քիչ այլ բան է եւ ստացվում է, որ դու այնուամենայնիվ այն հիմնական խոշոր, հա, այդ քաղաքական ուժի ֆրակցիայի նման մի բան է, էլի, դե ֆակտո։ Լավ, բայց այդ հարցը դնենք մի կողմ։ Հիմա կարող է
ինչ որ մեկ այլ ուժ ձևավորվել էս 1 տարվա ընթացքում չեն կարող բացառել։ Այո, կարող է։ Կարող է։ Ասենք պայմանական ասած, գիտեք, դա որ էլեկտորատի վրա կարող աշխատի, այդ տեսական ուժը, որը այսօր կարող է ձևավորվել։ Այն էլեկտորատի, որը օրինակ Երևանի ավականու ընտրությունների ժամանակ ընտրել է Հայկ Մարությանին։ Այդ էլեկտորատը խաղից հələ որ դուրս է։ Բայց այստեղ էլի գալիս է այդ հարցը։ Լավ, հայտնվեցիք դուք խորհրդարանում։ Ինչ եք անելու։ Ընտրությունը էսա լինելու։ Մի կողմից սա է, այդ եվրոպական ճանապարհն է, որի տեսեք, բնական կերպով, չէ, այդ առաջին հորիզոնականը այդ ճամբարում գրավում է քաղաքացիական պայմանագիր։ Իշխանական ուժ է, դեռևս չի կորցրել իր էլեկտորատի զգալի հատվածը, հա, եւ բան է անում։ Այսինքն հայտարարում է Եվրամիության անդամ դառնալու ճանապարհը, ընտրությունն ինչպես նշեցինք, չի կեղծում, մի խոսքով։ Հիմա տեսեք, ես կարծում եմ, այսինքն անկեղծ ասած սա կարծիք էլ չի, էլի ուղղակի սա, ինչ ասեմ, ուղղակի քաղաքագիտական համոզմունք, միգուցե։ Համոզմունք էլ չի, նույնիսկ ոնց ասեմ, աքսիոմա է սա։ Անկեղծ ասեմ, սա աքսիոմա է։ Հիմա եթե ինչ-որ մեկ կասի, որ չէ, դա տեսակետ է, ես չեմ պատկերացնում, թե ինչ փաստարկներ է բերելու, որոնք կարող են պոտենցիալ առումով հաղթեն այն փաստարկները, որ հիմա ես բերեցի։ Եթե չի հերիքում 35, ենթադրենք, հա, 35% է քաղաքացիական պայմանագրի մոտ, ասենք թե, չգիտեմ, քանի տոկոս, 20 քանի տոկոս ենթադրենք նախկինների պրոռուսականների մոտ են եւ այդ երրորդ ուժերն են իրենց 10%-ով, 15%-ով ինչ են իրենք անելու։ Իրենք ուզեն, թե չուզեն։ Եթե ցանկանում են, որ երկիրը չգնա պրոռուսական ճանապարհով, որ չլինի հեղաշրջում պրոռուսական, ավտորիտար խիստ դիկտատուրա Հայաստանում չհաստատվի, իրենք ստիպված են ուղղակի համագործակցել քաղաքացիական պայմանագրի հետ։ Կոալիցիա կազմելու ձևով մեր ընտրական օրենսգիրքը որոշակի այսպես նրբություններ ունի համապետական ընտրությունների հետ կապված։ Տարբերվում է ավականու թիմ ընտրությունների կարգավորումներից։ Չի կարող լինել կոալիցիայի մեջ։ Այո, բայց նաև ոնց որ իրենց ժամանակ է տրվում կոալիցիա ձևավորելու, բայց այնպես չի, որ իրենք կարող են պարտադիր պետք է արդյունքում ձևավորեն այդ կոալիցիան, այսինքն կարող են եւ չձևավորել։ Բայց այս դեպքում լինում է ինչ? Լինում է երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում արդեն առաջի երկու քաղաքական ուժերն են, որոնք ամենաբարձր, հա, այսպես ասած, ավելի շատ մանդատներ են այսպես ստացել, իրենք են մտնում այդ երկրորդ փուլի մեջ, փուլ։ Եվ այստեղ էլ հարց կարող է ծագել։ Հիմա եթե դու առաջի փուլում այդ կոալիցիան չես ձևավորում, ասում ես, չէ, ես ոչ մեկի հետ չեմ ուզում որևէ բան ունենալ, առնչություն ունենալ, բայց երկրորդ փուլում ինչ ես անելու, եթե դու չես երկրորդը, չէ՞։ Ուրիշ բան, եթե դու լիներ երկրորդ տեղում, բայց դրա հավանականությունը էլի քիչ է, որ մի նոր քաղաքական ուժ կլինի երկրորդ տեղում։ Ավելի հավանական է, որ ցավոք սրտի դեմոկրատական կոնցեպտի կամ դեմոկրատական քաղաքական համակարգի տրամաբանության տեսակետից ցավոք սրտի, հա, որ երկրորդ ալտերնատիվը, երկրորդ ամենաուժեղը լինում է հակադեմոկրատական ուժ, հակաարևմտյան ուժ եւ պրոռուսական ուժ, բայց ամենայն հավանականությամբ այդպես է լինելու, հա, կարծես թե։ Իսկ հիմա եթե այդպես լինի, ինչ եք դուք ձեր էլեկտորատին ասելու։ Ում ընտրեն։ Ձեր էլեկտորատը պետք է կողմնորոշվի, չէ՞, այս դեպքում։ Այսինքն կարող է ձեր էլեկտորատը չմասնակցել ընտրությունների, օրինակ դուք ասեք ոչ մեկը թող ոչ մեկին չընտրել։ Եվ ստացվի այն, ինչ որ եղավ Գյումրու ընտրությունների ժամանակ։ Իսկն մարդիկ մնան տունը եւ դրանով նպաստեն, որ հակադեմոկրատական պրոռուսական քաղաքական ուժերը միասին վերցրած, ուրեմն հաղթեն եւ ձևավորեն մեծամասնություն։ Այսպիսի վտանգ կարող է այս դեպքում լինել, դրա համար մինչև ընտրությունները, մինչև այդ ամենաթեժ պահը, երբ որ արդեն ամեն ինչ պարզ է եւ այլն, եւ ռեյտինգները գիտենք, այդ դիսկուրսը շատ կարեւոր է,
որ այն քաղաքական ուժերը, որոնք նույնիսկ տարբեր պատճառներով չեն սիրում, չեն հավանում, հիասթափված են քաղաքացիական պայմանագրից, նրանք եթե ցանկանում են, որ Հայաստանում պրոռուսական այսպես ուժեր չհաղթեն եւ դիկտատուրա չհաստատվի, իրենք ստիպված պետք է համագործակցեն այս կամ այն ձևով քաղաքացիական պայմանագրի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան, զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Էդգար Վարդանյան։